ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարություն արեցին։ Հիմա մեր զրույցի տրամաբանությամբ, եթե շարժվենք, դա էլ ունի նախընտրական երանգ Հայաստանի համար։ Իհարկե ունի, եւ այստեղ նաեւ մյուս հանգամանքը կա իմ կարծիքով, որ օգտագործելով Հայաստանի առիթը, Ռուսաստանը ավելի շուտ իր մոտեցումները, այնինչ բարձրաձայնում է Հայաստանի նկատմամբ, իր մոտեցումները ավելի շուտ դրեց ԵԱՏՄ մյուս երկրների առաջ եւ այստեղ առանցքային է իմ գնահատմամբ Ղազախստանի, որովհետեւ մեզ մոտ տպավորություն կա, թե ԵԱՏՄ-ում Ռուսաստանի խնդիրը Հայաստանն է, ես կրկնեմ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի խնդիրը Հայաստանն է։ Ռուսաստանի համար մեծագույն մարտահրավերը եղել է, կա եւ մնում է Ղազախստանը, որպես կենտրոնասիական խոշորագույն պետություն իհարկե, որը իսկապես ունի բավականին մեծ ներուժ, եւ նաեւ որպես մի պետություն, որտեղ շատ ակտիվ են առանցքային աշխարհաքաղաքական խաղացողներ եւ Ռուսաստանի համար նաեւ երկու հիմնարար այսպես մարտահրավեր բրիտանացիները եւ թուրքերը եւ այս տեսանկյունից Ղազախստանի հանդեպ գերակայությունն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը։ Այդ 4-ի հայտարարության առանցքային այսպես շերտերից մեկը իմ կարծիքով հենց դա էր՝ դնել այդ շեշտադրումները 4-ի սեղանին եւ ստանալ ստորագրություն, այսպես ասած, համատեղ ստորագրություն, օգտագործելով Հայաստանի առիթը։ Եվ դրա համար նշում եմ, որ Հայաստանը ավելի շուտ առիթ էր այդտեղ, քան պատճառ այդ հայտարարության։ Լավ, բա հանրաքվե առաջարկելը ինչ տրամաբանությամբ դիտարկենք։ Եթե Հայաստանին հանրաքվե են առաջարկում Եվրամիություն, թե Եվրասիական միության միջև ընտրություն կատարի, պետք է հայ ժողովուրդը կատարի, կարող ենք հետ գնալ 2013 թվական, նույն առաջարկը կարող էին անել այդ ժամանակ։ Էլի թող հայ ժողովուրդը ընտրեր, Բաքսային միություն է մտնում, թե գնում է, ավարտում է Եվրամիության հետ իր պայմանագրային, այսպես ասած, այդ ամբողջ տարիների աշխատանք։ Կարծում եմ, այստեղ մի հանգամանք է էական, որ ի տարբերություն 2013 թվականի, 2015 թվականից հետո Հայաստանի սահմանադրության պահանջն է հանրաքվեն։ 13-ին այդպիսի պահանջ Հայաստանի սահմանադրությունը չուներ, 15-ի փոփոխությամբ այդ պահանջը կա, վերպետական կազմավորումներին անդամակցությունը պետք է վճռվի հանրաքվեով։ Եվ հնարավոր է, որ Ռուսաստանը օգտագործում է հենց այդ հանգամանքը, այդ հարցը բարձրացնելիս, որովհետև դա Ռուսաստանի կարծիքը չէ նույնիսկ։ Այսինքն մեր սահմանադրության նյուանսները այդ խորությամբ գիտեն Ռուսաստանը։ Դե դա բացահայտ գրված հոդված է, ես կարծում եմ իրենց համար դժվար չէ ուսումնասիրել Հայաստանի սահմանադրությունը եւ ինչպես օրինակ մեզ հետաքրքրող հարցերում մենք անգամ Ադրբեջանի սահմանադրությունը կարող ենք իմանալ, զարմանալի չէ, որ ռուսներն էլ իրենց հետաքրքրող հարցերում Հայաստանի սահմանադրությունը մանրամասն դիտարկեն։ Եվ այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց օրեր առաջ քարոզարշավի ընթացքում, որ ժողովուրդն է որոշելու։ Բայց ինչն է այստեղ հատկանշական էս իմաստով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ամենևին դեմ չէ հանրաքվեին, բարձրապես ասում է, որ կանեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը առաջանա։ Եվ մենք չգիտենք դրա անհրաժեշտությունը երբ կառաջանա, եւ պետք է հետեւյալը դիտարկենք, եթե հարցը գնաց հանրաքվե, ինչպիսին է լինելու դրա արդյունքը։ Որովհետեւ հանրաքվեի չափանիշները բավականին բարձր են եւ մասնակցության իմաստով, եւ նաեւ այոյի իմաստով։ Եվ այստեղ պետք է դիտարկել հետեւյալը, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունում է հանրաքվեի գաղափարը եւ ասում, որ ինքը չէ որոշողը, ժողովուրդը պետք է որոշի։ Իսկ հնարավոր է արդյոք խորհրդարանի ընտրությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը պահում է վարչապետի պաշտոնը եւ իշխանությունը, իսկապես արագ նախաձեռնվի այդպիսի մի հանրաքվե եւ պարզապես փակվի Եվրամիության հարցը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ շատ լավ գիտե, որ այդ հարցը իրականում չկա օրակարգում եւ չի էլ լինելու, դա շատ լավ գիտե եւ պատկերացնում է նաեւ կարծում եմ Բրյուսելը, իրենց համար բացարձակ պետք չէ Հայաստանի անդամակցություն։ Դա գիտե նաեւ Մոսկվան, այսինքն այստեղ հարցը բոլորովին այլ նշանակություն ունի, քան բուն իմաստով շոշափվում է։ Եվ հանրաքվեի միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է առանց անձնական պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա, ինչպես արել է ինչեվ հիմա բոլոր վճռորոշ հարցերում, ընդհանրապես ազատվել այդ խնդրից, որը օգտագործում է նախընտրական process-ում, կհավաքի այդ տրամադրությունը կրող էլեկտորատի ձայները, իսկ հետո արդեն այդ օրակարգից ազատվելը կլինի Նիկոլ Փաշինյանի համար անհրաժեշտություն։ Ես կարծում եմ, այս սցենարը մեղմ ասած պետք չէ դուրս թողնել ուշադրությունից։ Այսինքն եվրոպական աջակցությունը, ասենք,
Հայաստանին այս ընտրություններում նույնպես ձևական բնույթ է։ Չէ, ձևական չէ, Եվրոպայի համար խաղը ունի իհարկե ուրիշ արժեք։ Եթե ես նշում եմ, որ Եվրոպան չի ուզում Հայաստանի անդամակցություն, դա չի նշանակում, որ չի ուզում, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ լինի եվրոպական քաղաքականության թելադրանքի կամ հովերի ներքո։ Բայց երբ անդամակցության մասին է խոսքը, այստեղ արդեն պատասխանատվության լրիվ այլ աստիճան է, որը Եվրոպային բացարձակապես պետք չէ։ Ինչպես օրինակ ես նշում եմ, որ Ռուսաստանին եւս բացարձակապես պետք չէ այդ միութենական պետություն ասվածը, որովհետեւ դա եւս պատասխանատվության մի աստիճան է, որը օբյեկտիվորեն իրականանալի չէ նաեւ Ռուսաստանի համար։ Եվ ուրեմն խնդիրը բոլոր աշխարհակաղակական կենտրոնների տեսանկյունից Հայաստանը ընդհանրապես քաղաքական ազդեցության ծիրուն պահելն է եւ ոչ թե Հայաստանի հանդեպ պատասխանատվության մեծ այսպես չափաբաժին ստանձնելը։ Հիմա Եվրոպայի համար Հայաստանը ունի, ես կարծում եմ, որ այս պահին նույնիսկ ավելի մեծ նշանակություն, քան Ռուսաստանի համար, որովհետև ես նշեցի, Ռուսաստանը ունի Իրանի հետ այդ ռեգիոնը փակող պայմանագիր, Եվրոպան դա չունի, եւ դրանից բացի Եվրոպան չունի նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում, այսպես ասենք, ոտքի տեղ։ Մնացել է միայն Հայաստանը, Վրաստանի իշխանության հետ գիտենք ինչպիսի հարաբերություն է, Ադրբեջանը Եվրոպայի հետ խոսում է հավասարի սկզբունքով, ես եթե չեմ սխալվում ձեր տաղավարում նաև հիշեցրել եմ հռչակագիրը, որտեղ հենց այդպես էլ ձևակերպված է, եւ մնում է Հայաստանը։ Այս տեսանկյունից իդեպ այն գնահատականը, որ եթե չլինի Նիկոլ Փաշինյանը Եվրամիությունը չի աշխատելու Հայաստանի հետ, ես կարծում եմ դարձյալ ավելի շուտ քարոզչական է, աշխատելու են, որովհետեւ դա առաջին հերթին իրենց է պետք։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ եվրոպական մոտեցումները պետք է դիտարկվեն այս պրիզմայով։ Չմոռանանք եւս մեկ կարևոր խաղացողի։ Թրամփը այսօր հայտարարել է հունիսին Բաքվի եւ Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին։ Ցավոք սրտի այստեղ տեսնում ենք էլի հետեւյալ մի սխեմա՝ գալ Հայաստանից ստանալ ինչ-որ համաձայնություն, որը արդեն փորձ կարվի վաճառել Ադրբեջանի վրա։ Հունիս բառն է ավելի Ես չեմ բացառում նույնիսկ, որ սրա տողատակում կարող է լինել որոշակի այսպես ակնարկ կամ սպասում, որ հունիսից հետո Փաշինյանը կարող է եւ չլինել վարչապետ, եւ պետք է հունիսին ամրագրել համաձայնություններ, քանի դեռ Փաշինյանը այդ վարչապետի իրավասության ներքո կլինի։ Որովհետև ես նաև առիթ եմ ունեցել թե իմ տելեգրամյան էջում գրառումով, թե առանձին նաև զրույցների ընթացքում նշել, որ ամենևին բացառված չէ, Ռուբիոն ոչ թե եկել էր բուն իմաստով Փաշինյանին աջակցելու, այլ եկել էր պարզապես հնարավոր սցենարի պարագայում ընդամենը ամերիկյան շահերին եւ մինչ այդ եղած համաձայնություններին տեր կանգնելու, այո, համոզվելու, որ դրանք ամրագրված են եւ մնում են անկախ Հայաստանում փոփոխությունից կամ առնվազն որոշակի իմաստով, եթե ոչ բացարձակ համոզվելու։ Նիկոլ Փաշինյանին աջակցության հայտարարությունը հետո հնչեց, արդեն Թրամփից հետո հնչեց հայտարարություն աջակցության եւ ես կարծում եմ եւ հակված եմ գնահատել այդ աջակցության հայտարարությունը ավելի շուտ սիմվոլիկ, որովհետեւ ի վերջո գործնականում մենք տեսել ենք թե Թրամփի աջակցություն ասվածը ինչ արժեք ունի օրինակ Հունգարիայում։ Չէ՞ որ նույն կերպ Օրբանին եւս աջակցում էր բաց հայտարարությամբ, Վենսը մի քանի օր առաջ մեկնեց այնտեղ, բայց մենք տեսանք, որ Հունգարիայում բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացավ իրավիճակը, ընդորում ես ամենևին հակված չեմ մտածել, որ Թրամփը այնտեղ պարտվեց կամ չգիտեմ ձախողվեց, իհարկե դա իմիջային հարված էր, բայց այնտեղ տողատակում շատ ավելի հետաքրքիր process-ներ են, քան օրինակ հետեւյալ տրամաբանությամբ գնահատականը, որ Բրյուսելի հակառակորդ Օրբանը պարտվեց, հետևաբար պարտվեց Թրամփը եւ հաղթեց Բրյուսելը։ Բրյուսելը չի հաղթել եւ շատ հետաքրքիր է հետեւել ինչպիսի վարքագիծ է դրսեւորում Հունգարիայի նոր վարչապետը, դա առանձին խոսակցության հարց է, այնպես որ Թրամփի պարագայում էր, երբ նա Փաշինյանին աջակցություն է հայտնում, բայց օրինակ եթե ձախողվի, չեմ կարծում թե դա նրա համար ունենալու է ինչ-որ ճակատագրական նշանակություն, որովհետեւ ճակատագրականը Թրամփի համար դա ամերիկյան հասարակության վերաբերմունքն է, իսկ ամերիկյան հասարակությունը, չգիտեմ, Հայաստանի ընտրությունների մասին ընդհանրապես տեղյակ է, թե ոչ կամ ընդհանրապես ունի ցանկություն տեղեկանալու։ Լոս Անջելեսը ունի։ Այո, մոտ 2 միլիոն հայեր։